Այդ երեկո Երևանը սովորականից ավելի լռակյաց էր։ Տիգրանը, մի երիտասարդ, ով արդեն 2 տարի է ինչ գիշերները տաքսի էր քշում ընտանիքին օգնելու համար, հոգնած նայում էր քաղաքի լույսերին։ Նա պատրաստվում էր տուն գնալ, երբ հեռախոսին եկավ վերջին պատվերը՝ օդանավակայան։ «Դե լավ, սա էլ անեմ ու վերջ», մտածեց նա ու ուղևորվեց նշված հասցեով։ Շենքի մոտ նրան սպասում էր մի տարեց տղամարդ։ Նա շատ նրբակիրթ էր հագնված, թեև նրա կոստյումը մի փոքր հնաոճ էր թվում։ Ձեռքին ուներ միայն մի փոքրիկ ճամպրուկ։ Երբ նա նստեց մեքենան, Տիգրանը հայելու մեջ նկատեց նրա տխուր, բայց խորիմաստ հայացքը։ Տղամարդը երկար ժամանակ լռում էր, նայելով պատուհանից դուրս փախչող ծառերին ու շենքերին։ «Գնում եք երկրից, պապիկ ջան», հարցրեց Տիգրանը, փորձելով կոտրել լռությունը։ Ծերունին խորը շունչ քաշեց ու թեթև ժպտաց։ «Գնում եմ, բալաս, բայց երևի սա իմ վերջին ճամփորդությունն է։ Ես այստեղ եկել էի միայն մի բանի համար՝ հրաժեշտ տալու իմ անցյալին։ Գիտես, մարդու կյանքը տարօրինակ բան է։ Մենք վազում ենք փառքի, փողի հետևից, բայց վերջում մեզ հետ տանում ենք միայն հիշողությունները»։ Տիգրանը հետաքրքրությամբ լսում էր։ Նա սիրում էր լսել տարեցների պատմությունները, դրանց մեջ միշտ ինչ-որ ճշմարտություն կար։ «Անունս Վարուժան է», շարունակեց ծերունին։ 40 տարի առաջ ես այս քաղաքում ամենաերջանիկ մարդն էի։ Սիրում էի մի աղջիկա, որի անունն Անահիտ էր։ Նա այնքան գեղեցիկ էր, որ նույնիսկ գարնանային ծաղիկներն էին նախանձում նրան։ Մենք պատրաստվում էինք ամուսնանալ, բայց երիտասարդությունը հիմար է ու հպարտ։ Մի անգամ, սովորական մի երեկո, մենք վիճեցինք մի անիմաստ բանի պատճառով։ Հիմա նույնիսկ չեմ էլ հիշում, թե ինչն էր պատճառը, բայց այդ օրը իմ հպարտությունն ավելի ուժեղ գտնվեց, քան սերը։ Վարուժանի ձայնը դողաց։ Նա մի պահ լռեց, կարծես վերապրում էր այդ օրը։ Ես նրան ասացի սարսափելի խոսքեր։ Ասացի, որ այլևս չեմ ուզում տեսնել նրան։ Նա լաց եղավ, խնդրեց, որ մնամ, բայց ես շրջվեցի ու գնացի։ Հաջորդ օրը, առանց որևէ մեկին բան ասելու, հավաքեցի իրերս ու մեկնեցի Ռուսաստան, հետո Եվրոպա։ Մտածում էի կմոռանամ, նոր կյանք կսկսեմ, բայց 40 տարի շարունակ ես ամեն գիշեր տեսնում էի նրա աչքերը։ Տիգրանը զգաց, թե ինչպես փշաքաղվեց մաշկը։ Նա հիշեց իր տատիկին, ում անունը նույնպես Անահիտ էր, բայց նա լռեց, թույլ տալով ծերունուն շարունակել։ Մեկնելուց առաջ ես մի վերջին անգամ գնացի նրանց տան մոտ, շարունակեց Վարուժանը։ Ձեռքիս մի վայրի շուշան կար, նրա սիրած ծաղիկը։ Ուզում էի ներողություն խնդրել, բայց տեսա նրան պատշգամբում մի ուրիշ տղամարդու հետ խոսելիս։ Նա խանձը կուրացրեց ինձ։ Ես ծաղիկը նետեցի դրան շեմին ու հեռացա, կարծելով, որ նա արդեն մոռացել է ինձ։ Այդ օրվանից ես ոչ մի լուր չունեի նրանից։ Ամուսնացա, երեխաներ ունեցա, բայց սիրտս միշտ Երևանում էր մնացել։ Այս օրերին ես եկել էի, որ գտնեմ նրան։ Գտա նրա հին տունը, բայց հարևաններն ասացին, որ նա վաղուց տեղափոխվել է, իսկ ամուսինը տարիներ առաջ մահացել է։ Ես այդպես էլ չհամարձակվեցի փնտրել նոր հասցեն։ Վախեցա նրա աչքերին նայելուց։ Տիգրանի սիրտը սկսեց արագ բաբաքել։ Նրա մտքով մի պատկեր անցավ։ Նրա տատիկը, Անահիտը, միշտ շատ լռակյաց էր իր երիտասարդության մասին։ Տիգրանը հիշեց, որ տատիկի սենյակում, պահարանի ամենավերևի դարակում կա մի հին թավշյա ալբոմ։ Մի անգամ, երբ Տիգրանը փոքր էր, պատահաբար բացել էր այդ ալբոմը ու տեսել, որ էջերի արանքում պահված է մի չորացած դեղնած ծաղիկ։ «Վարուժան պապիկ», հանկարծ ասաց Տիգրանը, ձայնը մի փոքր կտրվելով։ «Իսկ դուք հիշում եք, թե ինչ ծաղիկ էր դա»։ Վարուժանը զարմացած նայեց երիտասարդին։ «Իհարկե, բալաս, դա դեղնավուն վայրի շուշան էր։ Նա միշտ ասում էր, որ այդ ծաղիկները չեն մեռնում, դրանք պարզապես դառնում են հիշողություն։ Իսկ ինչու հարցրիր»։ Տիգրանի ձեռքերը ղեկի վրա սկսեցին դողալ։ Նա կանգնեցրեց մեքենան ճանապարհի եզրին, չնայած օդանավակայանին քիչ էր մնացել։ Նա շրջվեց դեպի ծերունին ու նայեց նրա աչքերի մեջ։ «Իմ տատիկի անունը Անահիտ է։ Նա հիմա 65 տարեկան է։ Նա ապրում է մեզ հետ։ Գիտեք, նա ունի մի հին ալբոմ, որը ոչ մեկի չի տալիս։ Մի անգամ ես տեսել եմ այդ ալբոմի մեջ մի չորացած շուշան։ Երբ հարցրեցի, թե դա ինչ է, նա սկսեց լաց լինել ու ասաց միայն մի նախադասություն. «Սա իմ կյանքի միակ սխալի ու միակ սիրո հիշատակն է»։ Նա միշտ ասում էր, որ այդ ծաղիկը գտել է իր դռան շեմին այն օրը, երբ իր կյանքի ամենակարևոր մարդը հեռացել է առանց հրաժեշտի։ Մեքենայի մեջ տիրեց մահացու լռություն։ Վարուժանի դեմքը գունատվեց։
Նրա շուրթերը դողում էին, իսկ աչքերից սկսեցին հոսել արցունքները։ Նա չէր կարողանում խոսել։ Այդ պահին 40 տարվա ցավը, կարոտն ու զղջումը պայթեցին նրա ներսում։ «Տիգրան», հազիվ շշնջաց նա, «դա հնարավոր չէ։ Աստված իմ, նա պահել է այդ ծաղիկը, նա ինձ չի ատել»։ Տիգրանը նույնպես հուզված էր։ «Նա ձեզ երբեք չի մոռացել, Վարուժան պապիկ։ Ես հիմա հասկանում եմ, թե ինչու էր նա ամեն երեկո նստում պատուհանի մոտ ու նայում փողոցին, կարծես ինչ-որ մեկին էր սպասում։ Նա իր ամբողջ կյանքում սիրել է միայն ձեզ, նույնիսկ պապիկիս հետ ապրելիս նրա սիրտը ուրիշ տեղ էր»։ Վարուժանը ծածկեց դեմքը ձեռքերով ու սկսեց հեկեկալ։ Դա մի մարդու լաց էր, ով հենց նոր իմացավ, որ իր կյանքը կարող էր այլ կերպ դասավորվել, եթե միայն մի քիչ ավելի համարձակ լիներ։ «Ինչ ենք անում», հարցրեց Տիգրանը սրբելով իր արցունքները։ «Գնում ենք օդանավակայան, թե հետ ենք դառնում։ Տատիկս հիմա տանը թեյ է խմում ու հաստատ չի քնել»։ Վարուժանը նայեց ճամպրուկին, հետո նայեց Տիգրանին։ Նրա հայացքի մեջ հայտնվեց մի լույս, որը երևի չկար վերջին 40 տարիների ընթացքում։ «Տոմսը, գրողի ծոցը Տոմսը», ասաց նա ձայնը բարձրացնելով։ «Տիգրան բալաս, շրջիր մեքենան։ Ես չեմ կարող նորից փախչել։ Եթե նույնիսկ նա ինձ չների, ես պետք է գոնը մեկ անգամ նայեմ նրա աչքերին ու ասեմ այն, ինչ պետք է ասեի 40 տարի առաջ»։ Տիգրանը արագ շրջեց մեքենան։ Նրանք սլանում էին Երևանի փողոցներով, եւ այս անգամ քաղաքը նրանց թվում էր ավելի ջերմ ու հարազատ։ Երբ հասան տան մոտ, Տիգրանը տեսավ, որ տատիկի սենյակի լույսը վառվում է։ «Դու սպասիր այստեղ», ասաց Տիգրանը Վարուժանին։ «Ես նախ պատրաստ եմ նրան»։ Տիգրանը վազելով բարձրացավ տուն։ Անահիտ տատիկը նստած էր իր բազկաթոռին, ձեռքին հենց այդ նույն թավշյա ալբոմն էր։ Նա նայում էր հին նկարներին։ «Տատիկ ջան», շնչակտուր ասաց Տիգրանը, «հիշում ես այն Շուշանը, որը պահում ես»։ Անահիտը տխուր ժպտաց։ «Էլի սկսեցիր, Տիգրան։ Դա իմ երիտասարդությունն է, բալաս»։ «Տատիկ, իսկ եթե ես ասեմ, որ այդ ծաղիկը բերողը հիմա ներքևում է ու սպասում է քեզ»։ Անահիտի ձեռքից ալբոմը վայր ընկավ։ Նա քարացավ։ Նրա դեմքի գույնը վայրկյանների ընթացքում փոխվեց։ «Ինչ ես ասում, Վարուժանը? Տիգրան, սա կատակ չէ»։ «Ոչ, տատիկ, կատակ չէ, նա քեզ էր փնտրում»։ Անահիտը դողացող ձեռքերով ուղեց մազերը, գցեց ուսերին իր շալն ու դանդաղ քայլերով, հենվելով Տիգրանի ձեռքին, դուրս եկավ պատշգամբ։ Ներքևում լամպի լույսի տակ կանգնած էր Վարուժանը։ Նա գլուխը բարձրացրեց ու տեսավ նրան։ 40 տարի անց նրանց հայացքները նորից հանդիպեցին։ Ոչ մի խոսք պետք չէր։ Այդ պահին լռությունը հազարավոր բառերից ավելի խոսուն էր։ Վարուժանը հանեց գրպանից թաշկինակը, սրբեց աչքերը ու պարզապես ձեռքով արեց։ Իսկ Անահիտը, հենվելով պատշգամբի ճաղերին, կամաց շշնջաց. «Դու եկար, վերջապես դու եկար»։ Տիգրանը կանգնած էր մի կողմում ու նայում էր նրանց։ Նա հասկացավ, որ այս գիշեր նա ոչ թե ուղակի տաքսի էր քշում, այլ ճակատագրի դեսպան էր դարձել։ Նա հասկացավ, որ իսկական սերը երբեք չի մեռնում, այն պարզապես սպասում է իր ժամին, նույնիսկ եթե դրա համար պետք է անցնի մի ամբողջ կյանք։ Վարուժանը չմեկնեց այդ գիշեր, նա մնաց Երևանում։ Իսկ այն չորացած Շուշանը, այն այլևս միայն հիշողություն չէր։ Այն դարձավ նոր սկզբի խորհրդանիշ մի սիրո համար, որը հաղթեց ժամանակին, հպարտությանն ու հեռավորությանը։